Երեք Երևանյան ամենաթանկարժեք ռեստորաններից մեկում տեղի է ունեցել Արտաշ Ասատրյանի դստեր Սյուզիի ամուսնու քույրիկի նշանադրության արարողությունը։ Լարան, ով բացի Սյուզիի ամուսնու քույրը լինելուց նաև նրա մտերիմ ընկերուհին է, ընտրել է նուրբ կերպար իր նշանադրության համար։ Նրա և սիրելիի կարևոր օրվա մի քանի կադրերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը և միանում բոլոր շնորհավորանքներին։ Հավելենք նաև, որ ամիսներ առաջ Լարայի ծննդյան օրը սիրելին նրան մատանի էր նվիրել։ Դե իսկ պաշտոնական նշանադրությունը եղել է 3։ Ձեզ ենք ներկայացնում կադրերը։ Նշենք, որ պատմելով դստեր ու նրա հարսանեկան արարողության մասին, Արտաշ Ասատրյանն ասել էր. «Խոսելով դստերս մասին ասեմ, որ նա շատ ուժեղ մարդ է, ամեն ինչ ինքն էր կազմակերպել, թե ինչը և ինչպես պետք է լինի, անգամ իր հագուստի ազգային յուրօրինակ ոճը մեծ ոգևորություն էր առաջացրել իր հետ աշխատող դիզայներների մոտ։ Նրանք 4 ամիս աշխատել են Սյուզիի զգեստի վրա, բոլոր դետալները եղել են արծաթից, որոնք հանվել էին Մշո զարդերի պահման արխիվներից, քանի որ նա որպես մշեցու-թոռ ցանկացել էր ամեն ինչ կրել հենց Մշո գավառի պատմական ոճով։ Փառք Աստծո, ամեն ինչ ստացվել էր իր բարձր ճաշակով և իմ դստեր գեղեցիկ մատուցմամբ։ Այս ամենի նպատակը նաև այն էր, որ որպես օրինակ տեսնելով նոր սերնդի աղջիկները հայկականին ևս մեծ ուշադրություն դարձնեն, քանի որ այն իր ճաշակով և ոճով ոչինչով չի զիջում արտասահմանյանին», իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում նշել էր Արտաշ Ասատրյանը։ Դե իսկ մեզ մնում է հավելել նաև, որ Սյուզին ևս ակտիվ գործունեություն է ծավալում և ակտիվ է ինստագրամյան հարթակում, որտեղ էլ ամփոփել էր 2024 թվականը, Սյուզին շնորհակալություն էր հայտնել անցնող տարվա համար։ Դե իսկ մենք ներկայացնում ենք այդ հոլովակը։ Ասատրյանների ընտանիքը մշտապես քննարկվում է։ Արամ Ասատրյանի որդիների կյանքն ու անձնական հարաբերությունները չեն դադարում լինել ուշադրության կենտրոնում։ Գաղտնիք չէ, որ Արտաշ Ասատրյանը իր ընտանիքի հետ բնակվում է Էջմիածին քաղաքում, սակայն ձեզանից քչերը գիտեն, թե ինչպես և երբ է կազմվել Արտաշի և Աննայի գեղեցիկ ընտանիքը։ Star News-ը այսօր անդրադառնում է սիրված երգչի ընտանիքի պատմությանը։ Արտաշ Ասատրյանն ու նրա կինը ամուսնացել են շատ վաղ տարիքում։ Երգիչն իր ապագա կնոջը սիրահարվել է դեռ դպրոցական տարիներից, սակայն զույգը բավական մեծ դժվարությամբ է կարողացել հասնել միության, քանի որ, ինչպես իր հարցազրույցներից մեկում պատմել էր Արտաշը, Աննայի հայրը կտրականապես դեմ է եղել իր դստեր և Արտաշի միասին լինելուն։ Սակայն ի վերջո, երկար խոսակցություններից ու այլ մարդկանց միջամտություններից հետո ձևավորվել է նրանց գեղեցիկ ընտանիքը։ Արդեն այսօր զույգն ունի 4 երեխա, ովքեր նույնպես հանրությանը հայտնի են։ Արտաշի զավակներից Գրիշան շատերին է հայտնի իր երաժշտական կատարումներով։ Հայրն անում է հնարավորինս ամեն ինչ, որ իր զավակները երաժշտության ոլորտում պրոֆեսիոնալ կրթություն ստանան։ Գրիշա Ասատրյանը վերջին շրջանում հատկապես հաճախ է նոր երգեր թողարկում ու տարբեր միջոցառումների ժամանակ հայրիկի հետ նույն բեմում հանդես գալիս։
Արտաշ Ասատրյանի ավագ դուստրը Սյուզին ավելի ճանաչելի դարձավ իր հարսանյաց արարողությունից հետո, որն իր շքեղությամբ առանձնացավ ու տարբերվեց։ Դե իսկ հարսանիքից շքեղ կադրերը Star News-ն իհարկե իր հետևորդներին բացառիկ կերպով ներկայացրեց։ Նշենք նաև, որ տևական ժամանակ էր քննարկվում էր Արտաշ Ասատրյանի և Տիգրան Ասատրյանի հարաբերություններն ու եղբայրների միջև եղած վեճը։ Ամիսներ առաջ Արտաշ Ասատրյանը Միացյալ Նահանգներում էր, որտեղ էլ մասնակցել է Մհեր Բաղդասարյանի տետատետ հաղորդմանը ու անդրադարձել այս թեմային։ Հաղորդավարը նրան հարցրել էր, թե ինչպիսին են նրա և իր եղբոր Տիգրանի հարաբերությունները։ Նշելով, որ Տիգրանի մասնակցությամբ թողարկումից հետո շատերը գրում էին, որ այդ հարցը պետք է անպայման հնչեր։ Արտաշ Ասատրյանը պատասխանել էր, որ որոշել է, որ պետք է տվյալ թողարկմանն անկեղծ լինի։ Նա չէր հերքել, որ իրենք խնդիր ունեն։ Մի փոքր անհամաձայնություն է եղել մեր մեջ, բոլոր ընտանիքներում էլ լինում է, սակայն դա մերն է։ Ինքը 24 ժամ իմ եղբայրն է։ Ես աղոթում եմ նրա համար, վստահ եմ, որ նույնն էլ ինքն է մտածում։ Սա ժամանակավոր է, նշել էր Արտաշը։ Հավելենք նաև, որ եղբայրները նախորդ տարի էին հաշտվել։ Արտաշ Ասատրյանը որդու հետ ներկա էր Տիգրան Ասատրյանի որդու Արամի հարսանիքին։ Հարսանյաց արարողության օրը Տիգրան Ասատրյանը եղբոր հետ բացառիկ լուսանկար էր հրապարակել ու դրանքից գրառում արել։ Եղբայրների միջև կապը ավելի ուժեղ է, քան որևէ այլ բան աշխարհում։ Կարծես թե որքան էլ ֆիզիկապես հեռու լինենք իրարից, դուք միշտ միասին եք, գրել էր Տիգրանը, այդպիսով հաստատելով, որ նրանք հաշտվել են ու ունեն լավ հարաբերություններ։ Արտաշ Ասատրյանի որդին Գրիշա Ասատրյանը հանրությանը հայտնի դարձավ դեռ մանկուց։ Երկար դադարից հետո Գրիշան կրկին ակտիվորեն սկսել է նոր երգեր թողարկել։ Գրիշա Ասատրյանը օրերս Ներս արի գիշերային շոուի հյուրն էր, որի ընթացքում խոսել է կարիերային նոր փուլի, պապիկի և հետագա պլանների մասին։ Նա նշեց հետևյալը. «Երգել սկսել եմ դեռ 5 տարեկանից։ Հիմա շատ երգեր ունեմ, կդժվարանամ հիշել, թե դրանք կոնկրետ քանիսն են։ Մեծ պատասխանատվություն կա իմ ուսերին որպես Ասատրյանների շարունակող, բայց այդ ամենը ես սիրով ու հպարտությամբ եմ տանում առաջ։ Արամ Ասատրյանի ֆենոմենը կարծում եմ նրա անկեղծությունն էր, որն ակնհայտ է նաև նրա բոլոր երգերում։ Եվ ես էլ փորձում եմ բեմում և երգերիս մեջ հնարավորինս անկեղծ լինել, քանի որ իրոք կարծում եմ, որ հաջողության գրավականը անկեղծությունն է։ Ժամանակակից երգիչն այսօր պետք է ցույց տա այն, ինչ ինքը կա, լինի պարզ ու անի լավ ու որակով նախագծեր», անկեղծացավ Արտաշ Ասատրյանի որդին։ Նոր տեսահոլովակների և երգերի մասին խոսելիս Գրիշան նշեց, որ պլաններ շատ ունի, սակայն բավականին բծախնդիր է և երկար է աշխատում բոլոր երգերի և տեսահոլովակների վրա։ Երգիչը նաև խոսեց հայրիկի Արտաշ Ասատրյանի հետ երգեր թողարկելու և նրա հետ հարաբերությունների մասին։ «Պապայի հետ քննարկում ենք մեր աշխատանքները, բայց երբեք չենք խանգարում իրար։ Մի քիչ տարբեր ենք, բայց շատ լավ ընկերներ ենք պապայի հետ։ Ես միշտ ասում եմ, որ մենք ավելի շատ լավ ընկերներ ենք, քան հայր ու որդի», նշել էր Գրիշան հարցազրույցի ժամանակ։